Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 31։ Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողելով դեպի կատարյալը գանք։ Եբրայեցիս 6-րդ գլուխ առաջին խոսք։ Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է առաքյալը խորհուրդ տալիս եբրայեցիներին աճել մանուկ վիճակից մինչև Քրիստոսի մեջ կատարյալ լիարժեք հասակը։ Նա հայտարարում է իր պատրաստակամության մասին, օգնելու նրանց իրենց հոգևոր առաջընթացի հարցում ամեն ինչով, և նրանց ավելի խրախուսելու համար միանում է նրանց ասելով. «Եկեք թողնենք սկզբինը»։ Աճելու համար քրիստոնյաները պետք է թողնեն Քրիստոսի մասին սկզբնական խոսքը։ Ինչպես պետք է նրանք թողնեն դրանք։ Նրանք չպետք է կորցնեն նրանց, չպետք է արհամարհեն նրանց, չպետք է մոռանան նրանց։ Նրանք պետք է գանձեն նրանց իրենց սրտերում և դարձնեն իրենց ողջ կոչման ու ձգտումների հիմքը, սակայն չպետք է կանգ առնեն դրանց վրա, չպետք է մշտապես միայն հիմք դնեն, պետք է առաջ գնան և դրա վրա շինություն կառուցեն։ Պետք է լինի վերնաշենք, քանզի հիմքը դրվում է հենց այն նպատակով, որ շինությունը նրա վրա կանգնի։ Ինչու առաքյալը որոշեց եբրայեցիներին պինդ սնունդ տալ, գիտակցելով, որ նրանք դեռ մանուկներ են։ Թեպետ նրանցից ոմանք դեռ տկար էին և մանուկ, մյուսներն արդեն ավելի աճել և զորացել էին, և պետք էր նրանց համապատասխան կերպով կերակրել։ Եվ ինչպես որ հասուն քրիստոնյաները պետք է պատրաստ լինեն լսելու ամենապարզ ճշմարտությունները հանուն թույլերի, այնպես էլ թույլերը պետք է պատրաստ լինեն լսելու առավել դժվար և խորհրդավոր ճշմարտությունները հանուն զորավորների։ Նրա փափագն էր, որ նրանք աճեին իրենց հոգևոր զորության և հասակի մեջ, և այդպիսով կարողանային մարսել ավելի պինդ կերակուր։